բարև ձեզ, շատ սպասեցիք, մտանք սուրճ խմելու, չգիտեի, որ ստեղ հավաքված եք, բարև ձեզ, լավ եք, լավ եք, բարև, սպասի կամուրջը նայենք նոր կնկարվենք, Լավ եք։ Շատ լավ եք, շնորհակալություն։ Ինչ խոսքա ուզում ասել։ Ինչ ուզում ասել։ Չէ, շատ շնորհակալ եմ, որ կամուրջնել եք սարքել։ Սպասի նայենք, հələ սպասի նայենք, տենանք ոնց եք սարքում։ Ֆուտբոլի դաշտ եք սարքեն։ Շնորհակալություն մեր գյուղի համար, որ կատարած այս հայրենանվեր աշխատանքի։ Ես ոչ ստանում։ Ուրախ։ Հետո ինքնություն եմ կարել։ Մեր գյուղի համար, որ այսքան է կարել, ես պատկերացրեմ հանրապետության համար ինչքան է։ Իրենց որ արխեի։ Շատ լավ, եղբայր։ Սիրելի բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք Խաշթառակ գյուղի խաչմերուկում, մայրուղուց, ուրեմն 2024-ի ջրհեղեղի ժամանակ Խաշթառակի կամուրջը փլուզվել էր։ Բարև ձեզ։ Խորհրդային հին կամուրջեր, մի հատ հիմա ընդհանուր ցույց տվեք այս կամուրջ երկու թևերը, ցույց տվեք։ Խաշթառակի կամուրջը փլուզվել էր եւ շատ մեծ դժվարությամբ խորհրդային միության որ թվի կամուրջեր է երևի 89 թվի վատ վիճակում գտնվող կամուրջեր ու հետո մեծ դժվարություններով այն ներքևը այն կամուրջը սարքեցինք մի կերպ սկզբից 3 բանով էր հետո քշեց էլի տարավ չէ պարոն մարզպետ սկզբից 3 բանով էր 4 հատով սարքվեց հետո քշեց տարավ բայց հետո երբ որ այս բանը տեսանք աղթալայում այս լուծումը տեսանք հետո հասկացանք որ սա այս լուծումը որը նաև իդեպ հախումի կամրջում էլ դուք տեսաք լուծումա որ բոլոր տեղերում մեր խնդիրը կլուծի հիմա եթե նայեք կամրջի բարձրությունը այստեղ բացառված է էլի ես իմիջ ջրհեղեղ չկա տեն ջրհեղեղ որ այս կամրջին կարա վնասի բայց հիմա Խաշթառակ գյուղը ունի երկու կողմանի շատ մեծ անցունակությամբ կամուրջ հուսալի որը իմիջայլոց բանա մի թռիչքով է այսինքն գետի մեջ չունի ինքը հենման կետ նախորդ կամուրջի պրոբլեմն էր որ գետի մեջ հենման կետ ուներ եւ ջուրը խփել հավաքել էր ծառ, մառ, քար եւ այլը տվել բաներ արել, ավիրել էր։ Եկեք մի քիչ հետ գնանք, որ սենց երևա կամուրջը, այ հիմա սենց վիճակ կա, ընդհանրապես խնդիր չկա։ Դուք հիշում եք, որ այս ժամանակին թե աղթալայի, թե Խաշթառակի համար ասում էի, որ մենք գեղագիտական բարձր արժեքի կամուրջ նախագծենք, ու հիմա էլ այդ մտադրությունը կա, բայց ճիշտ ասած այս կամուրջները այնքան դուրս գալիս են, որովհետև իրանք տենց մետաղի բան են ու ներգրվում են ընդհանուր առմամբ, նրա շուրջ էլ կմտածենք, գուցե թե ուրիշ հիմա այս կամուրջը ընդհանրապես հուսալի է։ Ճիշտ է ինքը ընդունված անվաներ ժամանակավոր կամուրջ 80 տարի երաշխիքով հիմա ընդ որ լավ ժամանակ ունենք մտածելու ընդ որում հետիոտնային մայթով եւ այլն եւ այսպես շարունակ Խաշթառակում էլ ինչ ունենք անելու երեխեք արդեն պարզա ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտը բոլոր տեղերը ուզում են դրա համար էլ երեխեքի հետ շփումների արդյունքում նախընտրական ծրագրում այդ 100 դաշտի հարցը ավելացրինք նորոգված է երբ ենք նորոգ է նոր ենք ավարտել այս անգամ այդ ծրագրում ենք անկետ կա ես մենակ հիմա հիշողությունով որ մտածում եմ ինչքան կետ ունենք այս Խաշթառակում Փաստորեն մեր հարգելի եղբայրը ճիշտ էր ասում որ գյուղում գործ են կարել ահագին որովհետև շատ լավ Այդնում հիմա կամուրջ նախագծում ենք N6-ի հետ լնայեք շատ լավ Պարոն Խաչատրյան իրոք տեսքն էլ է լավ էլ էս կամ իրոք հոյա լուսավորեք ընդհանրապես խնդիր չի լինի ցույց տվեցիք բայց ինձ տես շատ են տեսել մարդիկ դուք կամուրջը ցույց տվեք հա օքեյ այսենց
Բարձրությունը ցույց տվի Դավիթ, ինչքան է բարձր։ Չէ, նկատի ունեմ, որ կամուրջը, այսինքն բան չունի։ Ափերը պինդ եղավ, պետք է ափերը փոկի տանի, որ կամուրջի հետ կապված խնդիր լինի։ Հա? 42 մետր ափից երկար է, իսկ աղթալայից մոտավորապես 3 ու բեռնա տարողության խնդիր էլ չունի, ցանկացած բեռնատար կարա։ Այդ ճանապարհին թույլատրված, չթույլատրված ցանկացած բեռնատար։ Հոյակապ գործ կարճ ասած, էս էլա ճշգրիտ, ոնց որ ես պատկերացնում եմ այս նախագծի իրականացումը ճշգրիտ իրագործված է։ Շնորհակալ եմ։ Իմիջայլոց ասեմ, որ երբ որ եթերը ընդհատվեց, մենք ճանապարհին մտանք սուրճ խմելու, ես գործընկերներին ասացի, որ եւ թթուջուր նավուրը եւ գանձակարի կիծակարը հոյակապ է ստացվել։ Ուղղակի, չգիտեմ, այդ եթերում ասացի թե չէ, բանում թթուջուր նավուրում էլի Արթուրասար կոչվող գյուղի հատվածում էլի մարդիկ sense բռնեք կտրել են, հետո ասֆալտ են արել, չգիտեմ ինչ։ Հիմա իմ մեծագույն խնդիրն է նա, որ այդ ճանապարհի քայքայումը հաստատ տեղից է սկսելու։ Մի հատ նայենք, տենանք ինչ կարանք անենք, էլի։ Պետական մյուս ծրագրով տեղով ենթակառուցվածք են հասկացել դրա համար։ Հա, այսինքն մարդիկ մենք ենք պետական ծրագրով ենք, բայց հետո գոնե վերականգնենք կնենց, որ հարցություն կվերականգնեն։ հա, էլի, որովհետև այդ կարևոր բան է։ Դե շնորհավոր, ուրախության օգտագործեք։ Ծնունդի, կնունքի։ Հա ջան։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Ես հիմա ասեմ, էլի հիմա անենց մեծ տեմպի մեջ ենք եւ հիմա եւ էլեկտրոնային եւ թղթի իմ կողմից ստանձան բոլոր նամակները կարդամ, բայց ուզում եմ խոստովանեմ, որ էլ չեմ կարում, որովհետեւ ժամանակս չի երիքում, հիմնականում օգնականների միջոցով եմ նամակների շուրջ Միայն 50 տարվա մանկավարժ եմ, հարգեք իմ վաստակը, 50 տարվա գոնե իմ նամակը միայն ընթերցեք, անչափ շնորհակալ ենք ձեզ ամենին։ Պարոն Փաշինյան, Այո։ ես ուզում եմ օգտվել այս պահից եւ իմ շնորհակալությունն ասել ձեզ։ Ես հատուկ եկել եմ Բելգիայից, ձեզ աջակցելու, անվերապահ ձեր աջակիցն եմ ես, ծննդով աչաջրից, ապրում եմ տունս Խաշտարակում եմ, բայց ընտանիքով Բելգիայում ենք։ Ես ինձ համար դուք շատ ժողովրդասեր։ Բոլորիս համար ես իմ կողմից եմ ասում, ժողովրդասեր։ Տիկին հիմա ապարան գնում ենք, դուք ընդեղ եք, իջևան եմ գալի, հիմա ով որ նայի ասելու են, այս մարդկանց իրանց հետ տանում են ավտոբուսով, որ Արդարամիտ, արդարադատ, շնորհակալ յուրահատուկ խարիզմայով օգտված Շնորհակալ Գործիչեք ղեկավար եւ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այս վերափոխումների համար, այս բարեկարգումների համար Հայաստան աշխարհի եւ մասնավորապես Խաշտարակի Առանց ակնկալիքների ես ձեզ ցանկանում եմ նորանոր վերելքներ, հաղթանակներ, բարձունքներ, որպեսզի Հիշում եք ժողովուրդ հեղափոխությունից իրանց հիշում եք, որպեսզի ձեր եղբայրը ոնց է ազատված է, ամեն ինչ նորմալ, ամեն ինչ լավ է։ որպեսզի հայրենի կանչող ձայնը ավելի բարձր հնչի եւ ես ակամա հիշեցի Արա Գեղեցիկի խոսքը, որքան էլ օտար ջրերը խոստանան անմահություն, հայրենի աղբյուրի ջրերն են խաղցրահամ, այնպես որ իմ սիրտը այստեղ ներդրում եմ, հույս ունեք մշտական կվերադառնա, այո, շնորհակալ քաղաքացիություն ունեք Հայաստանում, ընտրությունների մասնակցելու, շնորհակալ եմ շատ, ընտրությունը միանշանակ Նիկոլ Փաշինյան, շնորհակալ եմ, նա եղբայր, քարտեզից կուզեի իմ շրջապատի մարդկանց համար էլ չգիտեմ որտեղ կարող են, մի քանի հատ, խնդրեմ, շնորհակալություն։ Մեզ ոչ մեկ չեն ուղարկել։ Մենք սկզբանե եղել ենք միջև վերջը շնորհակալ եմ, չնայած ձեր բարձրացած հարցը ես չլուծեցի, բայց դուք տենց հավատարիմ շարունակում եք ուր գնամ, ես դա բարձր եմ գնահատում, ես քեզ եղբայր, Անչափ շնորհակալ ես եմ շնորհակալ, լավ եղեք Ժորժ ջան, դե ուրախությամբ, չնայած լուսանկարվեք, չնայած Խաշտարակում էլի բաներ կար նայելու, բայց ժամանակի խնդրում ենք, փաստորեն ճիշտ հասկացա, մանկապարտեզ, ջրագիծ, էլ ինչ կար։ Էլ չեմ ասում Խաշտարակում են տնամերձ հողամասերի ծրագիրը կար, հա իհարկե Նկարեք հետ էլ նկարեք։ նկարեք։
տղայի հետ նկարում են։ Մրգաշեն եմ ձեր հետ չեմ նկարվել, ես մի հատ ես ձեզ հետ նկարվել։ Հաճույքով եղբայր։ Բայց դուք որտեղից եք։ Աչաջրից։ Հա, Մրգաշենի դպրոցի հայաթ եմ։ Հա, լավ հիշեցի, բայց դուք այնտեղ չէիք ապրում։ Ունդեղ եմ ապրում։ Երկու քուրսը ստեղ են ամուսնացած։ Ներքը պաշտպան Հայրյանյանց են։ Ուրախ եմ եղբայր, ուրախ եմ։ Պարոն Փաշինյան, մի հատ երեխուն էլ այդ բանը ստանք։ Քարտ ես տվեք, էլի։ Ահա։ Դեր, այսպես։ Շատ լավ։ Ես էլ համար Ձեր հավատալի։ շատ լավ։ Եկեք, երեխեք ջան, մի քանի հոգի արագ նկարվեն ու գնանք, հա, որովհետև սպասում են մարդիկ ուրիշ տեղերեն։ Կներեք ձեզ մի քիչ սպասեցրինք։ Ահա, այս կուրտկետ հաստատ չեմ կարող։ Էլենին հա իհարկե, ահա, Էլեն ջան, բեր ես փակցնեմ իմ ձեռքով։ Շատ լավ։ Հա իհարկե։ Ո՞վ է նկարում բա։ Եղավ, շնորհակալ եմ շատ, գնացինք։ Արագ արա։ Գնացինք, շնորհակալ եմ։ Ուրախ եմ եղբայր, նկարում ենք։ Ո՞վ է նկարում բա։ Ասեք եղբայր։ Մեր կուլտուրայի տունը եւ լեքին ջուրը քաշել է։ Լեքին ջուրը քաշել է, բայց 14 կիլոմետրանոց ջրագիտում է։ 67 Ջրերի հարցերը, հա, գիտենք բոլոր հարցերը։ Լուծելու ենք հերթով, լուծելու ենք բոլոր հարցերը։ Մի հատ մեր ընկերներս հետ ձեր հետ նկարեմ։ Համեցեք, զգուշ։ կուլտուրայի տունը չմոռանալ։ Չենք մոռանա։ Գնացինք, Ժողովուրդ ջան, հաջողություն, երեխեք ջան, պակա, գնացինք։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, լավ եղեք, գնացինք։ Եղբայր առայժմ։